Ողջույն 24-ի եթերում է տագիստներս Նարեկ Գալստյանն ու այս պահին ես հյուրընկալել եմ Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին։ Պարոն Չալաբյան, ողջունում եմ եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, Հայաքվեն Գյումրիում ամբողջ եւ Փարաքարում, բայց քանի որ քաղաքական ուշադրությունը առավել Գյումրիում էր, այսպես Գյումրին ավելի արմատավորվել, Գյումրիում անցկացնում էր դիտորդական առաքելություն, ամփոփելով Գյումրիի ընտրությունների արդյունքները։ Ինչ հետևություններ դուք ձեր համար արեցիք։ Նախ հիշեցնեմ ձեզ, որ Հայաքվեն այլևս նախաձեռնություն չի, այլ ազգային քաղաքացիական միավորում, եւ դա Հայաքվեի գործունեության մասշտաբների ընդլայնումա, որի շրջանակներում մենք նաեւ դիտորդական առաքելություններ ենք իրականացնում։ Ես իմ հիմնական հետևությունների մասին կիսվել եմ հոդվածով, կարճ դրանք նորից վերաշարադրեմ առանց ունկնդիրների ուշադրությունը չափից դուրս դրա վրա շեղելով, բայց հիմնական հետևել է, նայեք, նախ 3-4 օրը Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները իսկապես իրենց վրա շատ մեծ եւ իշխանական եւ ընդդիմադիր ուշադրություն, ռեսուրս եւ էներգիա են կենտրոնացրել ակնհայտորեն, քանի որ երկու կողմից էլ դա դիրքավորվում էր որպես ապագա համապետական ընտրություններից առաջ երբ շատ կարևոր ստուգատես, որի արդյունքները ինչ-որ իմաստով նաեւ կարող են կանխորոշել համապետական ընտրությունները։ Եվ դա բերել է նրան, որ երկու կողմից էլ այսպես ասած խաղադրույքները շատ բարձր էին եւ երկու կողմն էլ մաքսիմալ մոբիլիզացրել էին իրենց հնարավոր բոլոր տեսակի ռեսուրսները։ Դա կլինի նյութական, քարոզչական, կազմակերպչական եւ այլն։ Դա ակնհայտ էր շատ տեսանկյուններից։ Արդյունքն էլ ինչ որ չափով դա արտացոլում է։ Հիշեցնեմ ձեզ, որ նախորդ թիմ ընտրություններում Գյումրիում մասնակցել է 26500 ընտրող, իսկ այս անգամ մասնակցել է 47000-ից ավել ընտրող, որ մոտավորապես 80%-ով ավել մասնակցություն է։ Եվ դա պայմանավորված է եւս ընտրությունների նկատմամբ ուշադրությամբ, բայց նաեւ ասենք քարոզարշավի ակտիվությամբ եւ առանձին վերցած ամեն ընտրողի հետ աշխատելու կողմերի ցուցաբերած, այսպես ասած, ջերմառանդությամբ եւ այլն։ Դա առաջինը։ Երկրորդը, ուզում եմ նշեմ հետեւյալը, որ ընտրությունները իհարկե աչքի ընկան բազմաթիվ ընտրախախտումներով, բազմաթիվ։ Ես այդպիսի ընտրություններ մեկ էլ 2017 թվականին եմ հիշում, դրանից հետո տեղի ունեցած ընտրություններից ոչ մեկը այդ կարգի մասշտաբային ընտրախախտումներ չի ունեցել, ինչպես այս ընտրությունները, որտեղ իսկապես կարող խաղադրույքները բարձր էին, կողմերը շատ լարված էին, իհարկե ընտրախախտումների մեծ մասը, որին ես անձամբ ականատես եմ եղել, դա իշխանական թևից արված ընտրախախտումներ են։ Նախ խոսքը վերաբերվում է, ես ինչքան հասկանում եմ, ուղղակի ընտրողին ընտրատեղամաս ուղղորդված բերելու։ Խոսքը վերաբերվում է ինչին ասես, բազմաթիվ ընտրախախտումներ։ Օրինակ, լռության օրը հակաքարոզչությանը հիմնական հակառակորդների դեմ, որը արգելված է, բայց տեղեր ունենում։ Սկսած նրանից, որ Գյումրին ամեն կողմից, ասենք, բազմաթիվ պաստառներ էին կպցրված, հակաքարոզչականը, դուրս դա տեղի ունեցել հենց գիշերը։ Ես տեսել եմ դրանք։ Տեսել եք, հա, որով փորձում է, ասենք, ամեն ընդդիմադիր տեխնացուն ինչ-որ կապել նախագահների հետ, ասոցացվի նախորդ նախագահների հետ, բայց ամենակարևորը դա արված է ապօրինի ձևով, որովհետև ինքնին այդ ասոցիացիան, եթե դա արվեր նախորդ օրերին, կարող էր դիտարկվել որպես նորմալ քարոզչություն, մի քիչ, ասենք, սև, բայց նորմալ, բայց դա արվել է լռության օրը, այդ սաղ պաստառները կպցրվել են այն տեղերում, որտեղ դա արգելված է, հետո ես ձեզ ասեմ, քարոզչական պաստառների վրա հատուկ պետք է նշում լինի։ Ով է դա տպագրել, ինչ տպաքանակով եւ այլն, հա։ Դա չկար։ Բնականաբար չկար, դա արգելված պաստառ է, արգելված տեղում, արգելված օրը։ Պարոն Չալաբյան, բայց եկեք ընդունենք, որ 17 թվականի ընտրությունների համատությունը մի քիչ կարողա ծայրահեղացված է, որտեղ 17 թվականին ուղղակի որքան որ ես եմ հիշում, հիմա չգիտեմ, առնվազն թրակաշարք կար մեծ քանակությամբ, հիմա չկար։ Չեն կարող պնդենք, որ չկար, 17 թվականին դա բացահայտ էր արվում։ Բագալովնը ցուցակներով չէին տալիս։ 17 թվականին դա բացահայտ էր արվում, բայց պնդել, որ այս ընտրություններին Գյումրիի ընտրակաշարք չի եղել, ես չեմ կարող պնդել, որ եղել է, բայց տենց լուրեր բոլոր դեպքերում մեզ հասել են։ Իշխանական թևը, պարոն Չալաբյան, լավ, ձեզ մեղադրեց նրանում բազմաթիվ հրապարակումներ եղան առայն, որ Հայաքվե նախաձեռնությունը կամ ազգային քաղաքական միավորումը, ինչպես դուք ասացիք, իր դիտորդական առաքելության մեջ առավել քաղաքական նախընտրություն եւ քաղաքական դերակատարումներ։ Կաշ կոնկրետ գնացել էիք այնտեղ ընդդիմության տեխնացուներին աջակցելու։ Այսպիսի հրապարակումներ եղան, շատ ավելի գրոտեսկային ու շատ ավելի այսպես վիրավորական։ Ես ընդհանրապես պատասխանում հետեւյալը։ Զարմանալի չի, որ իշխանական թևը, այտենց այսպես ասած, ջղազգություններ է ցուցաբերում։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաքվեն նախ ընդհանուր առմամբ ընդդիմադիր կեցվածք ունի
դա ոչ մեկի համար գաղտնիք չի, վերսեք մեր ցանկացած էջ դա գրված է։ Բայց դիտորդական առաքելությունը պետք է Բայց դիտորդական առաքելությունը իրականացվել է օրենքի ոգուն եւ տառին համապատասխան։ Նախ չկա որևէ տեխնացու, որին մենք աջակցել ենք, դա ակնհայտ է, որևէ տեխնացուի որևէ կերպ մենք չենք աջակցել։ Բացի դրանից մեր գործողությունները ուղղված չեն եղել իշխանական տեխնացուի դեմ։ Դրանք եղված են եղել բացառապես օրենքը պաշտպանել։ Բայց եղել է օրինակ ընդդիմադիր, որից է տեխնացու ընտրախախտում նկատեք եւ դա արձանագրեք։ Այո, եղել է, տեսել ենք նաեւ այդպիսի ընտրախախտումներ եւ արձանագրել ենք, բայց տեսեք, նորից ընտրախախտումները, որ մենք արձանագրում ենք, նրանք ոչ թե տեխնացուի հետ են կապված, այլ օրենքի կոնկրետ խախտումը։ Ասենք օրինակ տեսնում եք բաց քվեարկություն։ Երբ որ տեղի ունենում բաց քվեարկություն եւ մենք դա արձանագրում ենք, մենք չգիտենք, որ տեխնացուի օգտին է կատարվում այդ բաց քվեարկությունը։ Մենք տեսնում ենք, որ բաց քվեարկություն է։ Երբ որ մենք տեսնում ենք, ասենք մարդկանց կուտակում ընտրական տեղամասի դիմաց եւ դա մենք արձանագրում ենք։ Մենք կարանք ենթադրենք իհարկե դա որ տեխնացուն, բայց կուտակումը օբյեկտիվորեն գործում է։ Մի օրինակ եմ ուզում ձեզ հիշեցնել, որի մասին ձեզ էլ հարցրեցին, բայց դա այսպես բավական աղմուկ հանեց, որ զինվոր է եկել քվեարկության, որի իրավունքը չուներ, դա հայաքվեի կողմից կամ հայաքվեի դիտորդի կողմից հայտարարվեց, Քերոպյան ավետիքներ չէ, թե չեմ սխալվում հայտարարողը, հա, որից հետո դա հերկվեց, պարզվեց, որ այդ զինվորը իրականում հազգությամբ հայ է, բայց ռուսական զորքերում է ծառայում, ծնողները եկել է, չէ քվեարկել։ Բայց ներողություն, բայց դա որևէ կերպ նույնիսկ ասում, որևէ տեխնացուի դեմ ուղղված չի։ Տեսեք, մենք խախտումներ ենք արձանագրում։ Չէ, բայց զինվորին կարող է բերել իշխանությունը, չի կարող։ Նորից այտենց հետևություններ մենք արձանագրել ենք խախտում։ Այդ խախտումը որևէ տեխնացուի հետ կապված չի։ Հետո կարող է պարզվի, որ մեր արձանագրած խախտումը խախտում չէր, բացատրություն ստանա եւ այլն։ Տեսեք, ախր դա տեղի ունենում ռեալ ժամանակում հոսք է տեղեկատվության։ Դուք տեսել եք մեր տարբեր կայքերից ինչպեսի տեղեկատվության հոսք է տեղի ունենում։ Ես ասել եմ, որ դուք կոնտենտ եք ապահովում։ Այո, մեծ քանակությամբ եւ չի կարելի բացառել, որ ինչ որ բաներ, որ մենք արձանագրել ենք, հետագայում հերկվեն։ Դա եւս նորմալ է։ Շատ բաներ հերկվում են հետագայում։ Բայց դա նորից եմ ասում, որևէ տեխնացուի դեմ որևէ կերպ ուղղված չի։ Լավ, պարոն Չալաբյան։ Կամ ասենք, տեսեք, օրինակ, ընտրական տեղամասի չափերը փոքր են, այնտեղ կուտակում է։ Մենք գալիս ենք դա արձանագրում ենք, որ չափերը փոքր են, կուտակում է, ընտրական գործընթացը որպես այդպեսին նորմալ կանոնակարգված չի։ Ձեր տեսած ընտրախախտումները ընտրական ելքի վրա ձեզ ազդեցություն ունեցան, թե ոչ։ Իմ կարծիքով իմ տեսած ընտրախախտումները ընտրական ելքի վրա ազդեցություն ունեցել առնվազն 2 ընտրատեղամասերում, որոնց մասին ես պարբերաբար բարձրացրել եմ հետևի այսպես կոչված, հա։ Դա այսպես կոչված, այսպես կոչված չէ, դա 3169 եւ 3170 ընտրատեղամասեր։ Հայտի գծի հետևի ընտրատեղամասերն են։ Սարիկ Մինասյանի թաղերը, այսպես ասել։ Այո, իր ծնված թաղն է, բայց եկեք փաստերով խոսենք, հասկանում եք, տեսեք, փաստերը հետևելն է։ Այդ ընտրատեղամասերում ամենաբարձր ընտրական մասնակցությունն է 1։ Երկրորդը 31-70 ընտրատեղամասում Սարիկ Մինասյանը ստացել է 68% ձայն, երբ որ Գյումրիում միջին հաշվով նա ստացել է 36 եւ 31-69-ում նա ստացել է 57% ձայն։ Այսինքն իր միջինից էապես ավելի բարձր։ Ինքնին առաջինը եւ երկրորդը չի կարելի դիտարկել որպես ընտրախախտում։ Բայց դրան զուգորդվում է հետեւյալը՝ մի քանի փաստեր։ Առաջինը, այդ երկու ընտրատեղամասերը իրարից 100 մետր հեռավորության վրա են գտնվում, այդ 100 մետրի վրա 100-ից ավել մարդեր մշտապես կանգնած։ Այդ թաղի բնակիչներ ենթադրաբար, որոնց մենք բազմից լուսանկարել ենք, տեսանկարել ենք եւ այլն, դա խախտում է կանոնը դուրսը։ Կուտակվել չի կարելի։ Չէ, մինչև 50 մետր չի կարելի, պարոն Չալաբյան։ 50 մինչև 50 մետր հեռավորության վրա բազմիցս կուտակումներ էին առաջանում։ Կուտակումները առաջանում են 30 մետր հեռավորության վրա տարածություն։ Դա փաստ մեկ։ Մենք պարբերաբար հորդորում ենք իրավապահ մարմիններին, որպեսզի իրենք այդ կուտակումները ցրեն։ Դա օբյեկտիվորեն տեղի ունեցել։ Երկրորդը, օբյեկտիվորեն 69 տեղամասից 35 մետր հեռավորության վրա ապօրինի շտաբ էր գործում, որը մեր ջանքերով իր գործունեությունը դադարեցրեց։ Սարիկ Մինասյանի ապօրինի շտաբ էր գործում։ Լրագրողները մտել են մեջը, հրապարակել։ Այդ տեղը որ ինքինը չէր թողնում մտնել։ Այո, բայց միջև այդ լրագրողները մտել էին այնտեղ, լուսանկարել էին, տեսանկարել էին այնտեղ Սարիկ Մինասյանի տիգին միասեք վիրավորվում։ Պաստար, եկեք դրա վրա չկենտրոնանանք։ Չէ, չեմ կենտրոնանում։ Բայց Սարիկ Մինասյանի պաստառներն են եւ դա որպես ապօրինի շտաբ էր գործում։ Դա փաստ է, արձանագրված փաստ է, հրապարակի լրագրողները այդ փաստը արձանագրել են։ Երրորդը 69 տեղամասը կոնկրետ անընդհատ կուտակումներ էին առաջանում, այնտեղ հայաքվեի դիտորդներից մեկը պարբերաբար դրա մասին ահազանգեր էր առած։ Հենց տեղամասի ներսում եւ խաղացիկ վիճակ էր տեղամասի ներսում։ Այդ Ցոլակի Հակոբյան հրապարակած տեխնոլոգիան է, թե դա այլ է։ Չէ, Մենուա Սողոմոնյանի կողմից։ 70 տեղամասում մի քանի անգամ եղել է բաց քվեարկության դեպքեր, որոնք
մեր կողմից արձանագրվել են, բացի դրանից այնտեղ նաև ուրիշ դիտորդական առաքելությունների մասնակիցներ կային, լրագրողներ կային, որոնք անընդհատ այդ տեղամասից հոսք էին ապահովում խախտումների։ Հիմա տեսեք, եթե մենք համադրենք այդ ամեն ինչը միասին վերցած, համադրենք կուտակումները, ընտրողների կամքի վրա ներգործության փորձերը, կուտակումները տեղամասի ներսում, բաց քվեարկության դեպքերը, ընդհանուր անկազմակերպվածությունը եւ վերջնական արդյունքը, այսինքն միջինից շատ ավելի բարձր ընտրական մասնակցություն եւ միջինից աննորմալ բարձր տոկոս իշխանության տեխնացիոն օգտին, ապա դա առնվազն հիմք է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուշադիր այդ բոլոր փաստերը ուսումնասիրի եւ եթե գային եզրակացության, որ այդ բոլոր փաստերը վկայում են նրա մասին, որ քվեարկության գործընթացը կազմակերպված է եղել վատ եւ ընտրողների իրական կամքը չի արտացոլել, ապա այդ երկու տեղամասերում պետք է իսկապես քվեարկության արդյունքները չեղարկել եւ նոր քվեարկություն կազմակերպել։ Ասեմ ձեզ նաեւ հետեւյալը, որ այդ երկու տեղամասերում իշխանության տեխնացիոն միասին վերցած 1000 ձայն է ստացել։ 1000 ձայն է ստացել, որը էապես ավելի բարձր է։ Դե իրենց թաղերն են բացատրեն։ Հա, հետո ինչ։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ Մարտուն Գրիգորյանը օրինակ այսպես կոչված թուրքի մայլում է բավական շատ ձեն ստացել, բայց այդ Սլավոդկայում Վարդան Ղուկասյանն է ստացել։ Ճիշտ եք ասում, բայց այդտենց արդյունք ոչ միտեղ չկա։ Գյումրիում մի քիչ թաղավորված է այսպես ընտրական բանը։ Պարոն Չալաբյան, քանի որ մեր եթերը հեռարձակվելու երեկոյան, իսկ մենք ցերեկով այսպես ձայնագրվում ենք, ասեմ, որ մեր քանի որ մինչև այդ արդեն քաղաքական զարգացումներ կլինեն, մեր տեղեկությունների համաձայն մինչև այդ Մարտուն Գրիգորյանը արդեն հայտարարել է, որ առանց որևիցե կոալիցիայի եւ առանց որևիցե պարտավորվածությունների տալու է այնքան ձայն Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջից ընտրվի քաղաքապետ։ Այսինքն զուտ ֆորմալ առումով քաղաքապետ Գյումրիում ընտրվելու է, բայց դա չի նշանակում, որ Մարտուն Գրիգորյանը կոալիցիայի լինելու կամ միանալու է։ Հիմա այս ինչի ասացի, որտեղ դրանեմ Գյումրիի քաղաքական հետևանքներն է արդեն ասում։ Հիմա ես նայում եմ Facebook-ում երբ որ ինչ-որ դրական տրամադրություններ ընդդիմադիր հատվածում տեսակ, որ ընտրություններով հնարավոր է Փաշինյանին հաղթել, ԿՊ-ին հաղթել եւ այլն։ Արդյոք սա խապկանք չի, այսպես ասեմ, որովհետեւ թիմ ընտրությունները, որտեղ ամեն ինչ շատ անձնավորված է, բերելու համեմատել համապետական ընտրությունների հետ, որտեղ Փաշինյանը գալու է խաղաղության եւ պատերազմի թղթերով, այսինքն գալու ասելով ես բերում եմ խաղաղություն, բացի ինձանից բոլորը բերելու են պատերազմ, ու այդ հսկայական քարոզչական տրամաբանությամբ կարելի է համեմատել համապետականը եւ թիմը ընդհանրապես։ Ես հակառակ փաստարկներն էլ բերեմ, տեսեք, կոնկրետ Գյումրիի դեպքում կար նաեւ այն գործոնը, որ անձամբ Սարիկ Մինասյանը որոշակի վարկանիշ ուներ, հա, եւ այն ձայները ընտրողների, որոնք իշխող կուսակցությունը ստացել է Գյումրիում, նաեւ պայմանավորված էր նրա վարկանիշով։ Այն Նիկոլ Փաշինյանն է վարկանիշը։ Ոստի հակառակ փաստարկն էլ ճիշտ, դա մեկ։ Երկրորդը, իհարկե համապետական եւ տեղական ընտրությունները պետք չի ավտոմատ դնել կշեռքի նույն նժարների վրա։ Նրանք տարբեր տրամաբանությամբ են ընթանում, մասնապես թիմ ընտրություններում շատ կարեւոր է, այո, ձեր ասած, այսպես ասած, տեղական լոկալ գործոնը, երբ որ կոնկրետ անձը, կոնկրետ քաղաքում ունի անձնավորված բարձր հեղինակություն։ Եվ ինչ որ չափով ընտրությունները այդ իմաստով ոչ թե քաղաքականացված են, այլ ապաքաղաքական են եւ անձնավորված են կոնկրետ անձերի շուրջ, հա։ Համապետական ընտրություններում այդ գործոնը շատ ավելի թույլ է, որովհետեւ չկա ինչ որ մի անձ, որը ամբողջ երկրի մասշտաբով ունի տենց անձնավորված ոչ քաղաքական հեղինակություն, հա։ Ունեն շատ մարդիկ, բայց նրանց յուրաքանչյուրն է շատ փոքր։ Իրան շրջաններում է։ Այն Նիկոլ Փաշինյանը ունի քաղաքական հեղինակություն։ Հիմա տեսեք, համապետական։ Ինչա շատ կարևոր արձանագրել, բայց նաև իսկապես դրանից սխալ հետևություններ պետք չի կատարել։ Պետք է արձանագրել հետևյալը. Գյումրիի դեպքում իշխանական մեքենան առավելագույն օգտագործեց եւ ռեսուրսը, ով որ եղել է Գյումրիում այս օրերին 400-ի ընթացքում, նա տեսել է, որ թեև գործող իշխանությունը անդադ խոսում է ժողովրդի անունից, բայց ընտրաշավում իր ծախսած միջոցները թերևս գերազանցում էին բոլոր մնացած տեխնացուների ծախսած միջոցները միասին վերցած։ Առնվազն օրինակ պաստառների թվով իշխանության տեխնացուն ավելի շատ պաստառներ ուներ Գյումրիում, քան թե բոլոր մնացած իշխանությունները միշտ այդպեսին են, պարոն Չալաբյան։ Չէ, դա նշանակում է, որ իշխանությունը հսկայական ֆինանսական ռեսուրս է դրել։ Արձանագրենք դա։ Երկրորդը, իշխանությունը բնականաբար ուներ վարչական ռեսուրս, որ նա օգտագործում էր։ Օրինակ դրա փաստերից մեկը դա վերջին նախընտրական հանրահավաքներ իշխանության տեխնացուի, որոնք բազմաթիվ քաղաքացիներ էին բերվել Շիրակի մարզի այլ բնակավայրերից, այսինքն մարդիկ, որոնք չեն ընտրելու,
բայց նրանք բերվել էին տրանսպորտով, բանով, որպեսզի ուղակի ներկայություն Ես ապահովեն։ հավելեմ, որ ոչ միայն Շիրակի։ Եվ ոչ միայն Շիրակի, բայց մասնապես Շիրակի։ Թալինի համայնքապետներ են այնտեղ օրինակ, Լորվա մարզպետ ու այսպես շարունակ։ Հա, այդպես շարունակ, որպեսզի տպավորություն ապահովեն, այսպես մասսայական ներկայացում։ Ակնհայտ է այդ վարչական ռեսուրսի։ Չնայած դրա մի առանձնապես մեծ պատկեր չստացան։ Այո, բայց ռեսուրսը օգտագործեցին, հա։ Շատ կարևոր է նաև այդ իմաստով քարոզչական ռեսուրսը։ Հսկայական քարոզչական ռեսուրս է դրա մեջ դրված եւս ապացուցելու, որ բոլոր ընդդիմադիր տեխնացուները այս կամ այն կերպ կապված են նախորդ իշխանությունների հետ, նույնիսկ նրանք, որոնք անմիջականորեն կապված չեն, հա։ Եվ այդ ամեն ինչը միասին վերցրած, այնուամենայնիվ չբերեց նրան, որ Գյումրիում իշխանությունը հաղթի։ Ինչու՞։ Դա եւս շատ կարևոր է այդ ինչուն։ Մի մասը դուք արդեն ասացիք, դա տեղական գործոնն է, կոնկրետ տեխնացուների շուրջը անդրազանգվածի մոբիլիզացիայի գործոնն է, բայց դա միակը չի։ Ես առնվազն երկու գործոն համադրեմ դրա հետ, որոնք արդեն համապետական ընտրությունների տեսանկյունից եւս կարևոր են։ Լավ։ Մեկը դա քաղաքացիական հասարակության ակտիվությունն է։ Ես դրա մասին եւս գրել եմ երեկվա իմ հոդվածում, եւ մեր հայակվեի կատարած աշխատանքը դրա օրինակներից մեկն է, բայց լրատվամիջոցների ընդհանուր աշխատանքը 3-4 օրը Գյումրիում եւս շատ օրինակելի էր այդ իմաստով։ Պատահական չի, որ տխրահարչակ Վահագն Ալեքսանյանը անդադ խոսում էր մեդիատերորից, իրականում ոչ մի մեդիատերոր չկար։ Լրատվամիջոցները պարզապես մեծ ուժերով եւս ներկա էին գտնվում Գյումրիում եւ փորձում էին իրանք էլ լուսաբանել եւ ընտրությունների քվեարկության ընթացքում։ Բայց դուք հասկանում եք, չէ՞ դա փոքր քաղաքի կամ փոքր տեղի էֆեկտ է։ Համապետականի ժամանակ նույն էֆեկտը չենք ունենալու։ Նույն էֆեկտը չենք ունենա, բայց իշխանությունն էլ հնարավորություն չունենալու այդքան ռեսուրս կուտակի միտեղ։ Այդ իմաստով այդտեղ սիմետրիկ է լինելու։ Այո, լրատվամիջոցները, ասենք ես երկու կամերա եմ Գյումրի ուղարկել, պայմանական, հիմա չեմ կարողանալու 50 տեղ ուղարկել։ Բայց մյուս կողմից իշխանությունը չի կարողանալու նույնը անել։ Պետք է հասկանալ, որ եւ իշխանության ռեսուրսներ Գյումրիի վրա կենտրոնացված, եւ ընդդիմադիր ռեսուրսներ կենտրոնացված, եւ քաղաքացիական հասարակության ռեսուրսներ կենտրոնացված։ Այդ ռեսուրսները իրանց համադրության մեջ տվեցին այն արդյունքը, որը տվեցին։ Համապետական ընտրությունների ժամանակ մոտապես նույնն է ուժերի բաշխում։ Այսինքն ձեր կարծիքով ընտրություններով հնարավոր է լինելու։ Ես դրանում համոզված եմ։ Դե կներեք, ինձ անընդհատ բոլորի իմ հետ վիճում են, որ ընտրություններով հնարավոր չի Հայաստանում իրականությունը փոխվել, եւ Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը ունենալով այդպիսի ռեսուրսներ ի վերջո չկարողացավ հաղթահարել ընդդիմադիր դիմադրությունը։ Դա փաստ է։ Դեռ կհասնենք բանին համապետականին։ Հիմա մի քիչ ուրիշ բան եմ ուզում ասել։ Եթե պայմանականորեն Գյումրիում այսօր ընտրվում է կամ ամսի 16-ին է կարծեմ հավաքանու հերթական լիստը, հա 16-ին ընտրվում է Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը ապահովում է ձայները, Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը նույնպես, հա, ովքեր որ անցել են։ Ու ասենք Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ։ Հիմա Հայաստանում ընդդիմադիր համայնքապետեր կան։ Վարդան Ղուկասյանը ոչ առաջինն է, ոչ վերջինն է։ Եկեք մենք մի քիչ ուրիշ հարցին ուրիշ տրամաբան, ինչ տարբերություն համապետական տրամաբանության մեջ, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետը, համայնքապետը, եթե այսպես կոչված միասնական ընդդիմության, որ միասնական ընդդիմություններ գոյություն չունեն, բայց այսպես կոչված միասնական ընդդիմության ձևակերպած արդյունքը դուրս չի գալու Գյումրի համայնքից։ Սա ինձ ձեր մյուսի համար ինչ տարբերություն։ Տեսեք, ինձ թվում է հարցը այդքան էլ կոռեկտ չի ձևակերպված մի քանի պատճառով։ Նախ Գյումրիի ընտրողների համար շատ մեծ տարբերություն կա։ Հենց կոնկրետ Գյումրիի ընտրողների համար։ Այլապես իրանք չէին գնա քվեարկության, չէին մասնակցի, այդպես չէին քվեարկի։ Եվ խոսքը գնում է նորից 47000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին։ Ես չեմ ասում իրենք սխալ են ընտրել կամ անիմաստ են ընտրել, ես ուրիշ բան եմ ասում։ Իրենք գնացել ընտրել են Վարդան Ղուկասյան, մարդ չէ, հարցս որ դուք ասի կոռեկտ չի, ես թույլ տվեք վերաձևակերպեմ, որպեսզի հասկանալի որ կոռեկտ է, այսինքն իմաստը։ Վարդան Ղուկասյանն են ընտրել, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան եւ այլն, ընտրել են, գնացել են իրենց իրավունքը իրականացրել են, դրա մասին չի խոսքը, բայց հայաստանյան ամբողջ ուշադրությունը, երբ որ սևեռվում է Գյումրիի ընտրությունների վրա ու դրա հետ մեծ համապետական հույսեր է կապվում, ես դա եմ ասում, արդյոք դա չափազանցված չէ։ Նորից պատասխանը եւ այո եւ ոչ։ Եկեք սկզբից ասենք այոն, հետո ասենք նաեւ ոչ, հա։ Չափազանցված է այն իմաստով, որ չի կարելի պնդել, որ մի առանձին վերսած քաղաքում տեղի ունեցած ընտրություններ եւ դրանց արդյունքները միանշանակորեն, հա, կարելի է վերադրել, պրոյեկտել ամբողջ երկրի վրա։ Ի վերջո արդեն խոսեցինք նրա վրա մասին, որ քաղաքում տեղի ունեցող, նույնիսկ մեծ քաղաքում տեղի ունեցող ընտրությունները որոշակի սպეციფիկա ունեն, որոշակի սեփական տրամաբանություն ունեն եւ երկրում տրամաբանությունը այլ է լինելու։ Մյուս կողմից պատասխանը նաեւ ոչ է։ Ինչու է ոչ։ Որովհետեւ օրինակ Գյումրիում մարդիկ, որոնք քվեարկել են ընդդիմադիր տեխնացուների օգտին, ի թիվս այլոց քվեարկել են ընդդիմադիր տեխնացուների օգտին ոչ միայն որովհետև նրանք ճանաչում են, մոտիկ են, սիրում են, հարգում են, այլև որոշակի վերապահումներ ունեն
գործող իշխանության ընդհանուր քաղաքական հետագծի մասին։ Իդեպ ես ես ասեմ, որ ընտրաշավը Գյումրիում շատ իմաստներով դուրս եկավ քաղաքային խնդիրների շրջանակներից։ Առնվազն մի քանի տեխնացուներ, ինչպիսին էր օրինակ Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը, առնվազն այդ երկուսը շատ լուրջ համապետական խնդիրներ էին բարձրացնում քարոզարշավի ժամանակ, որը ցույց է տալիս, որ այն ձայները, որ իրենք հավաքել են, նաև թե ինչ չափով դժվար է ասել ու չենք էլ կարող ասել, բայց ինչ որ չափով նաև պայմանավորված է իրենց ընդհանուր ընդդիմադիր կեցվածքով, լավ, որը նշանակում է, որ համապետական ընտրություններում այդ գործոնը բնականաբար լինելու է, եւ այդ իմաստով պատասխանը նաև նրանում է, որ այն ինչ որ Գյումրիում տեղի ունեցավ, որոշակի առնվազն վեկտոր է ցույց տալիս, ինչ կարա լինի համապետական ընտրությունում։ Հիմա շատ կարևոր է, թե մինչև համապետական ընտրությունները ինչ է տեղի ունենա, որովհետեւ համապետական ընտրությունները, եթե դրանք լինեն արտահերթ, կարող են լինել տարածորեն 2 ամսից, իսկ եթե լինեն հերթական, դեռևս նրանց 1 տարի եւ եթե չեմ սխալվում 3 ամիս կա։ Հունիսին է 25 թվականը։ Այո, 1 տարի 3 ամիս։ Այդ 1 տարի 2 ամիս ավելի ճշգրիտ կամ դրանց միջև։ Հիմա այդ ժամանակաշրջանում շատ բաներ կարա տեղի ունենա։ Կարա տեղի ունենա ինչ որ բաներ, որոնք ենթադրենք ապացուցում են գործող իշխանության ճշմարտացիությունը եւ կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք ընդհակառակ ապացուցում են, որ գործող իշխանությունը լրիվ սխալ ուղղությամբ է երկիրը տանում, չէ՞։ Այդ ամեն ինչը կարա տեղի ունենա եւ մենք այս պահին կարող ենք ձեր այդ որոշակի կանխատեսումներ անել, բայց չեն կարող հստակ միարժեք ինչ-որ արձանագրում անել, որ այսպես է լինելու կամ այնպես է լինելու։ Այս ընթացքում կարող լինի ռազմական էսկալացիա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, կարող է չլինի ռազմական էսկալացիա։ Կարող խաղաղության պայմանագիրը ստորագրվի, չնայած ես դրան խիստ կասկածում եմ, իսկ կարող է չստորագրվի ընդհանրապես։ Կարող է ընդհանրապես չեղարկվի։ Ադրբեջանից արդեն ուղերձներ են գալիս, որ դա չեղարկվելու է։ Կարող է ընդհանրապես չեղարկվի։ Շատ բան կարող է տեղի ունենալ, հա, կարող է օրինակ Միացյալ Նահանգները ռմբակոծի Իրանի Իսլամական Հանրապետությունը, կարող է ընդհակառակը իրար հետ գան փոխհամաձայնության, համենայն դեպս երկու տարբերակներ կա։ Թուրքիայում տեսակ 2 շաբաթ առաջ մենք դրա մասին չենք կարող մտածել, բայց ներքին իրավիճակը խառնվեց, կարող է այս ընթացքում շարունակի ավելի լարվածության ճանապարհով գնալ։ Տուրբուլենտության հսկայական փուլը ինչպես ամբողջ Ուզում ասեմ, մենք գտնվում ենք նես տարածաշրջանում, մենք Նոր Զելանդիայում չենք։ Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ մեր շուրջը անընդհատ իրադարձություններ են տեղի ունենում, եւ այդ իրադարձությունները նաև ազդում են մեր վրա։ Թե 1 տարի 2 ամսվա ընթացքում այդ իրադարձությունները ինչպես կազդեն Հայաստանի վրա, մենք այսօր չենք կարող միարժեք ասել, հա։ Դրա համար Գյումրի ընտրությունները ինչ ապացուցեցին, բայց ինչը չապացուցեցին։ Նրանք ապացուցեցին, որ ընտրություններով այո, կարելի է իշխանություն վերցնել։ Դա ապացուցեցին։ Բայց ասոք նրանք ապացուցեցին, որ համապետական ընտրությունների ժամանակ միարժեք նույն մեխանիզմով իշխանությունը վերցնել։ Իհարկե ոչ, որտեղ այդ ընտրությունները տեղի չեն ունեցել։ Չէ, բայց այսինքն դուք տեսական հնարավորությունը այլևս բան չեք անում։ Տեսական հնարավորությունը, սիրելի Նարեկ, ես մշտապես ասում եմ, որ տեսական հնարավորությունը գոյություն ունի, եւ դա պետք է իրականություն դարձնել, եւ այն, որ Հայաստան դրան մասնակցեց որպես մեծ դիտորդական առաքելություն, նաև դրան էր կոչված։ Բայց պարոն Չալաբյան, որ մենք քաղաքացին այլևս որպես դիտորդներ չեք մասնակցելու, չէ՞, ես ենթադրում եմ, այլևս քաղաքական հայտ եք ներկայացնելու կոպիտ ասած։ Եթե ասեմ ձեզ նաև դա պատասխանում ձեր հարցին, եթե լինեն համապետական ընտրություններ հաջորդ տարում, ես ենթադրում եմ, որ դա բավարար ժամանակահատված է, որպեսզի մենք այդ ընթացքում կարողանանք լիարժեք քաղաքական հայտ ներկայացնենք, եւ դա բազմաթիվ գործոններից է կախված։ Եթե համապետական ընտրություններ ունենանք լինեն 2 ամսից, ես կասկածում եմ, որ մենք այդ ընթացքում հասցնենք մեղմ ասած այդ խճանկարի բոլոր մասերը իմի բերենք, որպեսզի քաղաքական հայտ ներկայացնենք։ Բայց եթե համապետական ընտրություններ լինեն հաջորդ տարի, դա չի բացառվում։ Ընդդիմության ներսում կռվից կռիվը մի քիչ եմ ասում, մինչև խոր բանավեճ կա, հələ թողնենք մի կողմով բերել Նիկոլին այդ բանը, դա մեծ չեմ ուզում մտնել այս բային, ավելին թե ընդդիմությունը միասնական պետք է մասնակցի պայմանական ընտրություններին կամ գոնե 1-2 հիմնական շարասյունով, թե պետք է լինեն այնպես ինչպես որ օրինակ տեղի ունեցավ Գյումրիի պարագայում, հա, երբ որ առնվազն մենք խոսում ենք 6 ընդդիմադիր տեխնացուների մասին։ Հիմա չգիտեմ, թիմն ու համապետականը որ իրար հետ համատում ենք, այս տրամաբանության մեջ որն է ավելի շահ է կամ պետքա մաքսիմալ կոնսոլիդացիա, թե պետքա ընդդիմությունը տարբեր թևերով ու տարբեր բաներով գնա։ Օրակարգը ներողություն պետք է լինի միայն Փաշինյանին հեռացում եւ մի օրակարգի ներքո միավորումը, թե օրակարգը պետք է լինի բազմաթիվ կամ ովքեր որ հնարավոր են բոլորով մասնակցել եւ ոչ միայն Փաշինյանի հեռացումը, այլ նաեւ սեփական ծրագրի իրականացումը։ Né, պատասխանը մեջտեղում է դրա։ Այսինքն այն իրականությունը, որում ապրում է այսօր Հայաստանը, բնավ չի ենթադրում, որ հնարավոր է ամբողջ ընդդիմության միավորում ընտրություններից առաջ։ Բնավ չի ենթադրում, որովհետև խնդիրը ոչ միայն Փաշինյանի իշխանության հեռացումն է, այլև նայած նրա մասնա դրանից հետո ինչ է տեղի ունենալու։ Եվ այդտեղ ընդդիմադիր տարբեր թևեր բնականաբար շատ տարբեր պատկերացումներ ունեն
ունեն շատ տարբեր հետագից, ունեն շատ տարբեր կենսագրություն։ Այսօրվա ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը նախկինում եղել է իշխանություն կամ իշխանության մաս, դա փաստ է, հա, եւ որպես այդպեսին նաեւ պատասխանատվություն է կրում այսօրվա օրվա համար կամ առնվազն այն օրվա համար, երբ որ նա իշխանությունը հանձնել է Փաշինյանին, հա, այդ օրվա վիճակի համար նա պատասխանատվություն է կրում քաղաքական, որտեղ ինքն է մինչև այդ եղել որոշումներ կայացնողը։ Ընդդիմության ինչ որ մի մասը, որը գտնվում է խորհրդանի պատերից դուրս, երբևիցե քաղաքական իշխանության մաս չի եղել։ Եվ որպես այդպեսին այդ պատասխանատվությունը չի կիսում։ Իհարկե մարդկային եւ բարոյական պատասխանատվություն բոլորս ունենք, բայց քաղաքական պատասխանատվություն չեն կիսում։ Օրինակ ես չեմ համարում, որ ես քաղաքական պատասխանատվություն ունեմ այն որոշումների համար, որոնց վրա որևէ կերպ չեմ ազդել եւ դա բնական է։ Այդ իմաստով ընդդիմության տարբեր թևերը շատ տարբեր մեկնարկային պայմաններ ունեն։ Դա հասկանալի է, չէ՞։ Նաեւ տարբեր նկարագիր ունեն, տարբեր բովանդակություն ունեն եւ այլն։ Եվ պատկերացնել, որ նրանք բոլորով միավորվել են ընտրությունից ընդառաջ, ինձ թվում է դա ուղղակի բան է, իրատեսական չի։ Գյումրին այդ իմաստով ցույց տվեց, որ նա իրատեսական։ Կան ընդդիմության տարբեր թևեր, այդ ընդդիմության տարբեր թևերից ոմանք ունեն լուրջ աջակցություն, առնվազն քաղաքի մասշտաբում, եւ նրանք անցան ավականին։ Ինչպես տեսնում եք, 4 ընդդիմադիր տարբեր խմբակցություն է ձևավորվել ավականիում, եւ դա օբյեկտիվ պատկեր է։ Կարող էր 3 լինել, կարող էր 5 լինել, բայց ես բացառում եմ, որ լիներ 1 որպես այդպեսին, եւ բացառում եմ, որ լիներ 10, օրինակ, հա։ Տեղի ունեցավ ինչ որ շատ խելամիտ էր։ Մենք մինչև վերջի պահը չգիտենք, օրինակ 4-րդ ընդդիմադիր խմբակցությունը Մայր Հայաստանը կանցնի թե չէ, ինչպես գիտեք 6.1% են հավաքել ձայների, շեմը 6%-ն է, ասենք որոշակի պայմաններում կարող էր անցնել, որոշակի պայմաններում կարող էր չանցնել, անցավ, բարգացու անցել է լավ է, դա որոշակի ավելի լայն սպեկտր տալիս ընդդիմադիր ներկայության, բայց կարող էր եւ չանցնել։ Հիմա ես կարծում եմ, որ ազգային ժողովի ընտրությունները մոտավորապես նույն պատկերով են գնալու։ Իդեպ ես ձեզ ասեմ հետեւյալը, որ եթե այս պահին ընտրություն տեղի ունենար, մոտավորապես նմանատիպ պատկեր կարող է լինել, այսինքն կարող է լիներ կանցներ գործող իշխանությունը եւ 4 կամ 5 ոչ իշխանական խմբակցություններ, չեմ ուզում ասեմ ընդդիմադիր, որտեղ դրանց ոմանք այդքան էլ ընդդիմադիր չեն, ավելի իշխանամետ են, բայց տեղի կունենար Պարլամենտի մասին է խոսքը։ Ստանայինք ազգային ժողով, որոնք կլներ իշխանական խմբակցությունը եւ 4 կամ 5 այլ խմբակցություններ։ Այլ է Եվրաբլոգի պես մի բան, այդ որ ասում։ Մոտավորապես։ Ուզում եմ ասեմ, որ երբ որ տեղի ունենան համապետական ընտրությունները, պետք չի գնալ այն տրամաբանությամբ, որ բոլորը պետք է միավորվեն, բայց մյուս կողմից, եւ դա ուզում եմ հավելեմ հատուկ, պետք չի գնալ այն տրամաբանությամբ, որ պետք է մի 20-30 տարբեր ուժ մասնակցի, բոլոր այն հավակնությամբ, որ իրանք են միակ փրկիչն են, չէ, դա իրատեսական չի։ Պարոն Չալաբյան, այստեղ հարցերի հարցը հետեւյալն է, որ Փաշինյանը, այս գալու մեր խոսակցության ավարտին, Փաշինյանը արդեն գրեթե, եթե հանդարտ ընթացք լինի, այսինքն այն ընթացքը ինչի մասին ինչ որ այս պահին կա, այսինքն դեր ասածի պես պատերազմ չլինի, Աստված մի արած է, չգիտեմ, այլ կատակլիներ տեղի չունենան։ Ինքը գնալու է այլ ընտրանքներով, ինքը արդեն դրա մասին անոնսել է։ Այսպես ես գալիս եմ իրական Հայաստանով, պայմանական է, ինչ որ ինքն է ասում, դուք գալիս եք Ղարաբաղյան շարժման բանի շարունակության կողմնակիցներ, որոնք բերելու եք պատերազմ։ Հիմա առաջին հայացքից դեռ գոնե մինչև հիմա անդիմության մեջ չկա այն ռացիոնալ պատասխանը կամ այլ նոր օրակարգ, որով կարողանա խեղճացվի Փաշինյանի այս թեզերը, որտեղ միջի վիճակական քաղաքացու կարծիքով հնարավոր նոր պատերազմը կարող է աղետի բերել ու իշխանությունը ամեն օր քարոշությամբ հենց դա կարողանում է մարդկանց մեջ ներարկել։ Սրա դեղատոմսի մասին մտածել եք։ Տեսեք, դուք հիմա նոր թեմա եք բացում եւ դա քննարկման երևի վերջի հարցը չպետք է լինի, այլ առաջի հարցը մեր հաջորդ հանդիպման։ Բայց դա հաջորդ հանդիպումը ֆորլի կլինի հիմա, այո, բայց չէ, եկեք հաջորդ մեր հանդիպումը իսկապես դրան նվիրենք։ Որն է Փաշինյանի օրակարգը եւ որն է իսկապես այլընտրանքային օրակարգը։ Բայց ես հակիրճ պատասխան տամ։ Փաշինյանը ասում է աստեցան հետեւյալը. Մեզ պետք է ինտեգրվել թուրքական աշխարհին, դառնալ թուրքական աշխարհի համար անվնաս եւ անվտանգ, եւ դա է մեր գոյության երաշխիքը։ Փաշինյանը դա է ասում։ Նա ոչ թե ասում է ես խաղաղություն եմ բերում, նա ասում է ես խաղաղություն եմ բերում թուրքական աշխարհին ինտեգրվելու գնով եւ ազգային ինքնությունից հրաժարվելու գնով։ Եկեք ամեն ինչ իրենց անուններով կոչենք։ Մենք ասում ենք հետեւյալը. ընդհակառակը, եթե մենք ուզում ենք խուսափենք ոչ միայն պատերազմից, այլ հայոց նոր ցեղասպանությունից եւ հայրենազրկումից, ոչ մի տարբերակում չի կարելի ինտեգրվել թուրքական աշխարհի հետ, պետք է շարունակել թուրքական աշխարհի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպես մենք ունենք հիմա մինչև այժմ ըստ էության։ Այսինքն դիմագրավել թուրքական էքսպանսիային, թուրքական ագրեսիային, դրա համար երկու բան անելով՝ երկիրը ներսից մոբիլիզացնելով
եւ բարձրացնելով մեր դիմադրողականությունը եւ ունենալով ճիշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված են Ձերացան նոր պատերազմի անոնց կարան կան։ ներողություն։ Մինչեւ հիմա Փաշինյանը 7 տարի իշխանությունը անընդհատ պատերազմների մեջ ենք։ Մինչեւ իր գալը պատերազմ չկար։ Պատերազմները Հայաստան երբ կար։ 16 թվականին ապրիլ 16 թվականին եղել է դիվերսիոն հարձակումներ 16 թվականին եղել է 4 օրյա ռազմական գործողություններ։ Իրական պատերազմները սկսել են Փաշինյանի գալով։ Դա համար իրականությունը լրիվ այլ է, այն ինչ որ փորձում է ներկայացնել Փաշինյանը, նորից ուզում եմ կրկնեմ։ Փաշինյանը ասում է պատերազմից խուսափելու ձևը Թուրքիային ենթարկվելն է։ Մենք ասում ենք ոչ, կա այլ ընտրանք։ Դա ոչ թե Թուրքիային ենթարկվելն է, այլ երկիրը ներսից ուժեղացնելն է եւ դաշնակիցների հետ հարաբերություններ ձևավորելն է, որոնք մեզ թույլ կտան դիմագրավել եւ հավասարակշռել թուրքական ազդեցությունը։ Հիմա տեսեք, դա պարզ բան է, բայց ես կարծում եմ, որ սա այնքան բարդ եւ լուրջ թեմա է, որ դրա մասին առանձին քննարկում է պետք։ Մի օր կազմակերպենք պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ շատ, հաշվի առնելով գիտեմ, որ մի քիչ շտապում եք, դրա համար փակում եմ հաղորդումը։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաքվե ազգային քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։